Ճոպանուղ այս հատվածն է ու եւս օտարման ենթակա հող չի եղել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են Ալավերդու նախկին քաղաքապետ, Լոռու նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Նալբանդյանը, Վալեքս խմբի ընկերությունների բաժնետեր եւ իրական շահառու Վալերի Մեժլումյանի դրդմամբ չարաշահելով լիազորությունները կեղծ պաշտոնական գրություն է տրամադրել, որի հիման վրա Ալավերդու մարզադաշտի եւ Ճոպանուղու հողատարածքները գրանցվել են գործարարին պատկանող ընկերության անվամբ։ Համայնքին պատճառվել է ավելի քան 11 միլիոն դրամի վնաս։ Արթուր Նալբանդյանը 2006 թվականի ապրիլի 27-ին տրամադրել է գրություն այն մասին, որ Ալավերդի քաղաքում գտնվող Թբիլիսյան խճուղու մարզադաշտի զբաղեցրած 1.2 հեկտար հողամասը եւ Մարքսի փողոցի Սանահին Սարահարթի թաղամասի Ճոպանուղին, որը զբաղեցրել է 0.5 ըստ գրության իհարկե 0.078 հեկտար հողամաս ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։ Քննիչը նշում է, որ խոսքը ընդհանուր օգտագործման եւ ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների հողերի մասին է, որոնք օրենքով չէին կարող փոխանցվել մասնավոր սեփականության։ Նշեմ նաեւ, որ հիշյալ գրության տրամադրման ժամանակահատվածում դեռևս շրջանառության մեջ է դրված եղել ու մշակման փուլում է գտնվել Ալավերդի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, որտեղ եւս հստակ նշված է, որ հիշյալ հողերը մի դեպքում ընդհանուր օգտագործման հողեր են, մեկ այլ դեպքում ինժեներատրանսպորտային ենթակայության հողեր։ Աննա Եղիազարյանի խոսքով այդ գրության հիման վրա պայմաններ են ստեղծվել, որ հողատարածքները գրանցվեն Վալեքս խմբի ընկերությունների ցանկում ընդգրկված Armenian Copper Program ընկերության անվամբ։ Հետագայում ըստ գործինյութերի Մեժլումյանին նմանատիպ փաստաթուղթ է տրամադրել նաև Ալավերդու մեկ այլ նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը։ Ալավերդու քաղաքապետ հանդիսացած Արթուր Նալբանդյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնյական լիազորությունները չարաշահելու, իսկ Վալերի Մեջլումյանին պաշտոնատար անց հանդիսացող քաղաքապետերին հանցանքի կատարմանը դրդելու համար։ Նշեմ նաև, որ Արտավազդ Վարոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել վաղեմիության ժամկետներն անցնելու հիմքով։ Արթուր Նալբանդյանի եւ Վալերի Մեժլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Գործն արդեն հակակոռուպցիոն դատարանում է։ Նշենք նաև քրեական վարույթի շրջանակում արգելանք է դրվել վիճարկվող հողատարածքների նկատմամբ։ Արգելանքի իրավաչափությունը ստուգելու եւ հաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։